Այժմ նայենք ջրհոսների համար։ Ինչ է սպասում ջրհոսներին մայիս ամսվա ընթացքում։ Տրամադրությունը և 4 կարևոր իրադարձություններ։ Տեսնում եմ այս արջը։ Ջրհոսները աշխատանքում բավականին իրենց ուժեղ կզգան, բավականին հաստատուն իրենց դիրքում։ Որոշ մարդկանց կարող են պաշտոն բարձրացնել, ավելի կամրապնդվի իրենց դիրքը։ Որոշ մարդիկ կարող են շատ շփվել իրենց վերադասների հետ, պաշտոնյա մարդկանց հետ։ Միգուցե նոր պատասխանատվություն վերցնեն իրենց վրա։ Ամեն դեպքում բավականին կայուն եմ տեսնում աշխատանքը, դուք բավականին լավ մասնագետ եք ձեր գործում եւ շատ հարմարավետ եք զգում ձեզ ձեր աշխատանքի վայրում։ Տեսնում եմ գերանդին։ Ինչ որ կտրուկ, ինչ որ արագ, ինչ որ բան է փոխվում, տեսնենք։ Այսպես կարող եմ ասել, դուք ձեզ շատ լավ հզոր ուժեղ զգում եք ձեր աշխատանքի վայրում, միգուցե այդպես էլ կշարունակեք զգալ կամ մինչև մայիս ամենապես այդպես զգացել եք ձեզ, բայց իրականում շատ կտրուկ փոփոխություններ են լինելու եւ հավանաբար աշխատանքի վայրում հավանաբար ես այստեղ խաչի 7-ն եմ տեսնում, մկները աշխատանքի հետ եմ կապում դրա համար, տեսնում եմ այստեղ լուսինը, տեսնում եմ լիլիաները եւ տեսնում եմ սարերը եւ լաբիրինթոսը։ Այո, ինչ որ կտրուկ կարող է հանկարծ չնայած դուք շատ հանգիստ, շատ ձեզ կայուն, ձեզ շատ հզոր եք զգում ձեր աշխատանքի վայրում, բայց ինչ որ բան կարող է իրականում փոխվել։ Ինչ որ բան կարող է փոխվել, շատ անսպասելի, շատ այսպես հանկարծակի, միանգամից կարող են տրամադրությունները փոխվել ձեր շրջապատում, ձեր միջավայրում եւ իրականում կարող է այնքան էլ կայուն չլինի այլևս։ Հանկարծ կարող եք զգալ, որ ձեր աշխատանքի հետ կապված կան որոշակի խոչընդոտներ, որոնք ձեզ համար դառնում են, այսպես ասեմ, լաբիրինթ, որ մտնում եք, չեք կարողանում դուրս գալ։ Խնդիրների մեջ նկատի ունեմ։ Առաջանում են խնդիրներ, որոնց լուծում իրականում չեք տեսնում։ Տեսնում եմ կորուստ, ես չեմ կարող ասել դուք աշխատանքը կորցնում եք իրականում։ Նման կայուն մարդը, որը բավականին լավ մասնագետ էր եւ շատ այսպես հարմարավետ զգում էր աշխատանքի վայրում, այդպես միանգամից աշխատանքի կորուստ չի լինում։ Գիտեք, ուղղակի ինչ որ փոփոխություններ, որը կբերեն կորուստներ, օրինակ ամենապարզ օրինակը եթե ասեմ, եթե ուսուցիչ էին, կարող են ժամերը կրճատել։ Այդպիսի դուք աշխատանք չեք կորցնում, բայց ինչ որ կորուստներ լինում են եւ դա առաջացնում է լուրջ խնդիրներ, ձեզ առաջացնում է, այսպես ասեմ, լաբիրինթոսում եք հայտնվում, չգիտեք ինչպես այդտեղից դուրս գալ։ Շատ հանկարծակի է լինում, այո, շատ լուրջ մեծ փոփոխություն, ինչ որ բան հանկարծ վերջանում է։ Աշխատանքային շատ խնդիրներ կային տարբեր նշանների հետ կապված այս ամիս։ Անձնական շատ քիչ հարցեր տեսա։ Երևի որովհետև ամուսնության ամիսը չի, մարդիկ առանձնապես երևի հարսանիքներով ուրախությամբ չեն զբաղվում մայիս ամսին։ Շատ տարօրինակ է։ Աշխատանքի վայրում են հիմնականում եւ եթե բոլորի համար էլ շատ խնդիրներ կային։ Տեսնենք ինչ է այստեղ վերջանում։ Չէ, վերջանալը ես չեմ կապում աշխատանքի հետ, այստեղ ես ավելի շուտ տեսնում եմ անձնական հարաբերություններ, ճիշտն ասած։
Անձնական հարաբերություններ եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ խոշորացույցը, տեսնում եմ զառերը, սարերը, արև եւ մատանի։ Ես ավելի շուտ այստեղ տեսնում եմ անձնական հարցեր, անկեղծ ասած։ Ինչ որ անձնական հարցերում երևի խնդիրներ են եղել։ Ինչ որ մեկը, ինչ որ չեմ կարող ասել, ինչ որ բան է ասել իր զույգին, ինչ որ նախատել է կամ ինչ որ ձևով փորձել է, չգիտեմ, ինչ որ խնդիր է եղել ամեն դեպքում զույգերի մեջ, այդպես կարող եմ տեսնել։ Այստեղ եւ կին եմ տեսնում եւ տղամարդ մանր-մունր ինչ որ հարցի շուրջ վիճել են եւ դա բավականին սխալ քայլ է եղել։ Ինչ որ մի բանում մեղադրել, ինչ որ խնդիրներ, ինչ որ խնդիրներ են իր առաջ դրել։ Ամեն դեպքում կարծում եմ, որ ձեզ չի հաջողվել, այսպես ասեմ, վիճել եք ինչ որ մանր-մունր, շատ մանր մի խնդիր է, դարձրել եք մեծ հարց, բայց իրականում ոչ մի բանի չեք հասել դրանով։ Բայց ես կարող եմ ասել, որ անպայման, եթե այդպես եղել է, ապա մայիս ամսվա ընթացքում կփոխվի սա։ Շատ արագ։ Տրանսֆորմացիա նշանակում է լրիվ փոփոխություն։ Այդ խնդիրներն իրականում կանցնեն, որովհետև տեսնում եմ արև եւ մատանի, եթե սա ամուսնական զույգ էր, ուրեմն ամեն ինչ կանցնի շատ լավ, դուք կհաշտվեք եւ շատ ավելի ամուր կլինեն ձեր հարաբերությունները, երևի ինչ որ մի կոնֆլիկտ, ինչ որ մի հարց կլուծվի եւ ավելի կջերմանան ձեր հարաբերությունները եւ դուք կլինեք նորից ամուր ընտանիք, ես երկու տուզ եմ տեսնում։ Հակառակը տեսնում եմ այստեղ, որ կարող է լինել սանձնական խնդիրներ զույգերի մեջ, որոնք ինչ որ շատ մանր, մունր, ինչ որ մի հարցով վիճել են իրար հետ, շատ մանր, ախր բոլորովին անգամ չարժեր երևի այդ մասին խոսել։ Եվ դա լուրջ խնդիրներ է առաջացրել։ Ինչ որ մի ժամանակ միգուցե խռովել են, նեղվել են, իրարից հեռացել են, բայց լինելու է կտրուկ փոփոխություն, նորից եմ ասում, 360 աստիճան փոփոխություն։ Իրականում ոչ միայն հաշտվելու են զույգերը, այլև որոշելու են ամուսնանալ։ Շատ ամրապնդվելու է, երկու տուզ եմ տեսնում։ Այսինքն, եթե մինչև այդ ուղղակի ընկերություն էին անում եւ վիճել էին, իրականում վեճաբանությունը, փոփոխությունը լրիվ հակառակ ուղղությամբ կգնա, ինչի համար շատ ուրախ եմ։ Իրականում կհաշտվեն եւ կորոշեն ամուսնանալ։ Տեսնում եմ նավակը շարժվում է, այո, ինչ որ մի բան որ կանգ էր առել, եթե սա անձնական հարաբերությունների մասին էր, ավելի շատ դրան կարող եմ կապել, անձնական հարաբերությունները, եթե դեռ չգիտեմ, ապրիլ ամսին ինչ որ խնդիրներ ունեիք եւ հարաբերությունները կանգնել էին, չէին շարժվում, ինչպես ասեցի, կշարժվեն եւ կշարժվեն շատ դրական ուղղությամբ։ Այո, տեսնում եմ, տեսեք, կամուսնանան, որովհետև երկու տուզ տեսա ամուսնությունը եւ ամուսնանան եւ կարող են տեղափոխվել միասին ապրել։ Կարող են տեղափոխվել նոր տուն եւ ապրել միասին։ Տեսնեմ վերջում էլ ինչ կարող են ասել կարտերը։ Բավականին հաջող էր ջրհոսների համար։ Տեսնում եմ այստեղ ժամացույց, տեսնում եմ լաբերինթոսը եւ տեսնում եմ բանալին։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, անձնական հարցերը շատ արագ լուծվում էին, խնդիրները շարժվում էին առաջ, մարդիկ հաշտվում էին եւ ասում եմ ոչ միայն հաշտվում էին, այլև նույնիսկ որոշում են, որ իրենք պետք է ամուսնանան եւ ապրեն միասին։ Անձնական հարցերում շատ լուրջ տեղաշարժ կար, շատ լավ էր։ Միակ խնդիրը երևի թե աշխատանքի վայրում էր, բայց դրա համար էլ այս կարող է վերաբերել աշխատանքին։ Իսկ տեսնում եմ ժամացույց, ժամանակի հարց է։ Լաբիրինթոսում եթե հայտնվում եք, կկարողանաք շատ արագ դուրս գալ, բանալին կգտնվի լուծումը, ինչպես կգտնեք, չեմ կարող ասել, բայց դուք բավականին ճարպիկ եք, կարող եմ ասել։ Դուք բավականին ճարպիկ կգտնվեք եւ կգտնեք բալանի եւ կկարողանաք հարցը լուծել։ Աշխատանքում էլ ոչ մի խնդիր չեմ կարծում, ոչ մի խնդիր չեք ունենա։ Հարգելի ջրհոսներ, բավականին հաջող ամիս կլինի ձեզ համար։ Երևի մինչև հիմա ամենահաջողը ջրհոսներին էր։ Ես սրտանց կամենում եմ հաջող ամիս։ Այժմ նայենք ձկների համար։ Ինչ է սպասում ձկներին մայիս ամսին։ Նորից ընկավ արջը, թերևս տրամադրությունն էլի շատ գործնական աշխատանքային է ձկների եւ իրենք էլ շատ իրենց հարմարավետ եւ հանգիստ կզգան իրենց աշխատանքի վայրում։ Կարգն ինստինքտյան ընկավ չհանեցի, եկեք ես մի հատ էլ լրացուցիչ կարդ հանեմ տրամադրության վրա։ Եվ 4 տարբեր
իրավիճակներ, ինչ կլինի կարևոր ձկների համար մայիս ամսվա ընթացքում։ Եթե հիշում եք, ասացի արջ ընկավ ինստինքտյան, ես երկրորդ կարդ օգնություն հանեցի բանալին, կարող եմ ասել, որ այո, աշխատանքի վայրում ամեն ինչ կլինի թերևս շատ այսպես կայուն, շատ հանգիստ, դուք ձեր գործի մասնագետն եք, վարպետ եք, գիտեք ինչ եք անում եւ ցանկացած խնդիր եթե ունենաք էլ մայիս ամսվա ընթացքում կգտնեք շատ արագ բանալին եւ կկարողանաք բոլոր գործնական հարցերը շատ արագ, շատ հեշտությամբ լուծել։ Տեսնում եմ այստեղ աշտարակ, ինչ որ ճանապարհի հետ կապված կարող է ինչ որ ճանապարհ պետք է գնայիք չլինի։ Կարող աշխատանքի հետ կապվածնել, կարող է անձնական, բայց ինչ որ խոչընդոտ կա, աշտարակը քանդվում է, ճանապարհը փակ է։ Mēs կարտերով ունենք։ Տեսնենք ինչի հետ է կապված այս ճանապարհը։ Հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Տեսնում եմ նորից բանալի, տեսնում եմ լուսին, տեսնում եմ ձիավորը եւ խաչ։ Ես ուզում եի հասկանալ այս ճանապարհը ինչ ճանապարհ էր, որ չէր լինում։ Տեսնում եմ էլի ձիավոր, այսինքն այո, դուք ոտքի եք կանգնել, ուզում եք ինչ-որ ճանապարհ եք ուզում գնալ եւ չի լինում եւ լուսինը բնականաբար վախերն, անհանգստություններն են։ Բանալին ցույց է տալիս, որ դուք ամեն դեպքում, եթե շատ ուզենաք, կարող եք այս հարցը լուծել, եթե շատ իսկապես ուզենաք, լուծում կարող եք գտնել, բայց մյուս կողմից, որովհետեւ տեսնում եմ խաչ, խաչը նշանակում է ամեն դեպքում ինչքան էլ փորձեք գտնել ելք, գտնել ճանապարհ, ես չգիտեմ, եթե դուք ուզում եք ճամփորդել, հեռու ինչ որ ճանապարհ եք, սա այո, Ղարիվեծը կարող է լինել հեռու ճանապարհ, ես չգիտեմ, թռիչքի տոմսերն են, չի ստացվում, ուշանում է, դուք փորձում եք նոր տարբերակներ գտնել անընդհատ, բայց ամեն դեպքում ինձ թվում է, որ դուք ամեն դեպքում ոտքի եք կանգնել եւ շատ ուզում եք գնալ այս ճանապարհը։ Կարող եմ ասել, որ խաչի կարտով բավականին բարդ է լինելու եւ իրականում սա ձեզնից կախված չէ։ Դուք կամ կգնաք կամ չեք գնա, բայց երկու դեպքում էլ ճիշտ կլինի։ Եթե չպետք է գնաք, եթե չի ստացվի ամեն դեպքում չեք գնա, ուրեմն տենց է ճիշտ, չպետք է գնայիք։ Իսկ եթե կհաջողվի կգնաք, ուրեմն այդպես էլ պետք կգնաք։ Ես այս պահի դրությամբ չեմ տեսնում, ճիշտն ասած, գնում եք թե չեք գնում։ Խոչընդոտներն եմ տեսնում եւ տեսնում եմ, որ դուք ամեն ինչ անում եք, դուք այսպես շատ ձիու վրա պատրաստական փորձում եք, չնայած կասկածներ ու վախերը եւ անդադ, չգիտեմ, հետաձգումները, բացասական պատասխանները, բայց դուք անընդհատ փորձում եք նոր բանալի գտնել եւ նոր տարբերակներ, որտեղ շատ ուզում եք ճանապարհը գնալ, միգուցե ձեզ համար է շատ ճակատագրական կարեւոր է այս ճանապարհը, բայց իրականում ձեզնից ոչինչ կախված չի լինելու։ Ես նորից կարտեր հանեմ, շարունակեմ դրանից։ Ես տեսնում հաջողություն, կկարողանաք ճանապարհը գնալ, հաջողության, որտեղ էլի ճանապարհ եմ տեսնում, ենթադրում եմ, որ հաջողությունը ճանապարհի հետ է կապված։ Այո, դուք փորձում եք անդադ նոր բանալի, նոր, չգիտեմ, ձևերով գտնել ինչպես կարող եք գնալ եւ հենց առաջին այդ խոչընդոտներից չեք խուսափում եւ ետ չեք կանգնում ձեր պլաններից եւ կլինի հաջողություն։ Եթե ճանապարհի հետ էր կապված իրոք, դուք անպայման ձեր ճանապարհը կգնաք։ Տեսնում եմ այստեղ վեճերի կարտը ինչ որ մեկի հետ լեզվակռիվ է, վեճ է, տեսնենք ում հետ է, ինչի է այս լեզվակռիվը։ Ներողություն։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։
Տեսնում եմ մատանի, տեսնում եմ այգի, ձկներ, լիլիաները և կամուրջը։ Այստեղ կարող է լինել վեճ, կարող է լինել խոսակցություններ, պարզապես մի քիչ թեժ խոսակցություններ, եթե զգույշ չունեք, կարող է վերածվել բանավեճի, բայց շատ լուրջ բարդ խնդիրներ ես անկեղծ ասած այստեղ չեմ տեսնում։ Մարդիկ ուղղակի զրուցում են, մի քիչ ավելի թեժ են զրուցում, եւ կարող եմ ասել միգուցե երկու հոգով են զրուցում, ինչ-որ որոշում պետք է կայացնեն եւ երկուսով պետք է կայացնեն, ուղղակի երկար ժամանակ ինչ-որ համաձայնության չեն գալիս, բայց կգան, անպայման համաձայնության կգան ուղղակի երկուսով, մենակ ինչի հետ էլ կապված լինի այս հարցը, կարող է ինչ-որտեղ ֆինանսների հետ կապված լինել, չեմ կարող ասել, ֆինանսական գործարք է, աշխատանքի վայրում է կապված, ինչ-որ, չգիտեմ, ֆինանսների հետ, ծախսերի հետ, կարող է լինել, բայց ամեն դեպքում դուք ոչ մեկ, ոչ մենակ կկարողանաք ինչ-որ մեկի հետ ամեն դեպքում լեզու գտնել եւ բանակցությունները ձեզ կտանեն դեպի այգի, այսինքն բավականին հաջող տեղ կգնաք եւ ֆինանսական հարցերը կլուծվեն։ Եթե ծախս պետք է արվեր եւ վիճում եք անել թե չանել, այդ հարցը կլուծվի, չեմ կարող ասել ծախս պետք է անել, ճիշտ է, սխալ է, չեմ կարող ասել, ես գիտեմ, որ ուղղակի դուք շատ այսպես երկուստ էլ իմաստուն կգտնվեք եւ դուք կկարողանաք անցնել կամուրջի մյուս կողմը, որտեւ երկուստ էլ, երկու կողմն էլ, ովքեր որ զրուցում են, սա կարող է լինել ընտանեկան, կարող է լինել, ելի եմ ասում, աշխատանքային հարաբերություններ, բանավեճ, մի փոքր վիճաբանություն, բայց այդ վիճաբանության արդյունքում բավականին հարցեր կպարզվեն, կգաք ընդհանուր հայտարարի, կկարողանաք կամուրջն անցնել, այսինքն դրական ավարտ կունենա այս բանավեճը։ Ինչ-որ մի նոր բան, եթե թոռ եք սպասում, թոռ կունենաք, երեխա եք սպասում, երեխա կունենաք, երեխաների հետ կապված հարցերը կլինեն նորից կարևոր, նորից եմ ասում, դպրոցը վերջացնում են, վերջի զանգ եւ այլն, շատ կլինեն երեխաների հետ կապված հարցերը բավականին արդիական, կամ նաեւ կարող է երեխայի կարտով նշանակել, ինչ-որ մի նոր բան եք ուզում սկսել, ինչ-որ մի նոր գաղափար, ինչ-որ մի նոր սկիզբ կլինի ձեզ համար մայիս ամսին, տեսնենք ինչն է սկսում ձեզ համար։ Ինչն է նայից սկսում։ Նոր սկիզբ ինչ եմ տեսնում եմ մտրակը, տեսնում եմ ձկներ, տեսնում եմ սիրտ եւ տեսնում եմ կին։ Կարող եմ ասել այստեղ եթե ընդունում ենք որպես նոր, ինչ-որ մի նորություն, մի նոր սկիզբ, եթե ինչ-որ մեկի հետ վիճել եք, եւ դա կարող է լինել կին, կարող է լինել տղամարդը իր սիրած կնոջ հետ խնդիրներ ուներ, վիճել էր եւ փորձում էր զրուցել, փորձում էր սիրտը շահել, չգիտեմ, անպայման կհաջողվի։ Տեսնում եք սիրտ, տեսնում եք կինը, այսինքն դուք նորից կկարողանաք ձեր կնոջ սիրտը գրավել։ Դա ձեր կինն է, ընկերուհին է, սիրուհին է, ով ուզում է լինի։ Այսինքն ձեր կյանքում կա կին, որի հետ վիճել եք, խնդիրներ կար եւ փորձում եք, նորից էլի հաշտվել, խոսել, զրուցել հետը, գալ ընդհանուր հայտարարի, անձնական հարցերում էլ տեսնում եմ սիրտը, տեսնում եմ կինը, անպայման նորից կկարողանաք ձեր կնոջ սիրտը գրավել։ Եթե այստեղ կարող է, եթե նայում են կին եւ կինը ինչ որ կնոջ հետ ընկերուհի կարող է լինել, չգիտեմ, կարող է ձեր մայր ու աղջիկ վիճել են, երկու քույր են վիճել իրար հետ, կամ ընկերուհիներ, ինչպես արդեն ասացի, եթե վիճել եք կանայք իրար հետ, ապա դուք պետք է զրուցեք, անպայման զրուցեք, փորձեք իրար հասկանալ, ամեն ինչ կպարզվի, կբացահայտվի, դուք նորից էլի կլինեք շատ ջերմ հարաբերությունների մեջ, ինչպես որ եղել եք առաջ, ամեն ինչ կարող է պարզապես զրուցելով, այսինքն այդ բանավեճը կարելի է շատ գեղեցիկ հարթել եւ շատ նորից սկսեք ձեր հարաբերությունները, անկախ նրանից ընկերական են, ներանձնական են, թե սիրային հարաբերություններ են, բավականին լավ ամիս է ձկների համար, ասում եմ, ցանկացած հարցում բանալին կլինի ձեր ձեռքում, աշխատանքային հարց կլինի, թե ընտանեկան հարցեր կլինեն եւ տեսնում եմ նաեւ այստեղ հաջողության կարտը, բավականին հաջող ամիս կլինի ձեզ համար հարգելի ձկներ եւ ցանկացած հարցի շուրջ դուք կգտնեք բանալին եւ լուծում։ Ինչն է ես ձեզ սրտանց կամենում եմ։